Դեկտեմբերի 28-ին, այսինքն վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։ Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիչ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։ Իդեպ կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիչ Ներսիսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, մենք Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք։ Իսկ վաղը ես, ինչպես ասացի, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։